Մահ և ազատություն, հեղինակ Միլազիմ Ռասոյան։ Ով իմ ընկեր, եկ մտովին մենք զրուցենք, մեր սրտերում եղած ցավից իրար ասենք, արդյոք այսօր դու քո սրտում ինչ ես խորում, և քեզ համար ինչ նպատակներ ես կազմում։ Շատ նպատակներ մենք ունենք, մեր ցավերից ու վշտերից հանգիստ չունենք։ Ճիշտ ասացիր, բայց բոլորս մեկ հարցի մեջ նույն միտքն ունենք, կյանքի հարցով։ Մենք ուզում ենք առողջ լինել, հարազատ ու ընկերներով երջանկությունը վայելել։ Կամենում ենք, որ մեր կյանքը երկար լինի, աշխարհում էլ խաղաղությունն ու հաշտությունը միշտ տիրի։ Ցանկանում ենք, որ ամենքը կյանք վայելեն, մահվան հիվանդությունից էլ ազատ լինեն։ Ով ունկնդիր, ես կարծում եմ, թե դու էլ ես կյանքի հոգսով մտահոգված, իսկ ուրիշներ։ Ուրիշ մարդկանց հոգսը ո՞րն է, արդյոք որը, ունեն նրանք մի նպատակ, որը կոչվի գլխավորը։ Սա է գլխավոր նպատակն այս աշխարհում, ամենուրեք մահվան դեմ են միշտ պայքարում, ծնված օրից միշտ ծերություն կյանքի կռիվ է ընթանում, և գնալով այս պայքարը էլ ավելի է թեժանում։ Ամեն ծնող մտածում է և փափագում, թող երեխաս առողջ լինի, փորձանքների մեջ չընկնի, անպատերազմ օրեր ապրի, թշնամիներ նա չունենա, ապահով ու երկար մնա։ Այո, սա է ամեն մարդու ողջ պայքարը հիմնականում, ամեն մի մարդ մահվան դեմ է պատերազմում, մարդկությունը դեռ շատ վաղուց դեղամիջոց է փնտրում, սակայն ինչ էլ որ անում են, միևնույնն է, այս պայքարում հաղթությունը միշտ մահինն է։ Տարբեր կերպով մոտենում է և ամենքին նա հնձում է, ամենքն էլ մեռան, անկախ նրանց ով լինելուց դեռ մեռնում են։ Թագավորներն իրենց զորքով չեն փրկվում, հարուստներն էլ մահվան ճանկից չեն ազատվում։ Դեղ հնարողներն էլ մեռան, իմաստուններն էլ աշխարհից բան չտարան։ Մահը զորեղ է, հեծած իր ձին այս աշխարհում ամեն տեղ է, ամեն մարդկանց է այցելում, փոքրի ու մեծի նա չի նայում։ Մովսեսն ուր է, մարգարե էր, իսկ Սողոմոն իմաստուն էր, Հոբը մնաց, մեր նախնիները մնացին, գիտնականներն իրենց խելքով ինչ փոխեցին։ Խումբ եկել ու անցել են, և մահվանից պարտվել են, այդ լավ ու մեծ նպատակներն անավարտ էլ մնացել են, բայց միգուցե այժմ նեղված բացականչես, եղբայր լռիր, իմ մտքերը դու մի խառնիր, սրտիս վերքը դու մի բացիր, վիշտ ու ցավս մի նորոգիր։ Այս հարցի մեջ ես կլռեմ, սակայն վերքիդ ես դեղ ունեմ, սրտիդ համար այդ վիրավոր դեղամիջոց կա դարավոր, շատ սրտեր է նա բժշկել, հոգնածներին հանգիստ տվել, մեղավորների է ներել, հանցավորներ սրբացրել, նոր կյանքով է մարդկանց լցրել, ճշմարտությամբ արդարացրել, հզոր դեղն այս չի թուլանում,
չար ապագամ բարի անում։ Այս բարի դեղն Աստծո խոսքն է, Տեր Հիսուսի բարի լուրն է։ Դու հավատա եւ ընդունիր ու կորուստից հոգիդ փրկիր։ Հիսուս Քրիստոսն Աստծուց եկած, լույսն է անմար խավարն հաղթած։ Խաչի վրա քեզ համար է նա զոհվել, գուբում դրվել, բայց վեր կացել։ Մահը պարտության է մատնել եւ քավության ու փրկության դուռ է բացել։ Ընդունիր դու նրա սերը եւ բժշկիր քո վշտերը։ Դու հավատա, նրան կանչիր, մեղքեր լվա եւ փրկվիր։ Նրանով երջանիկ կլինես եւ չար մահին դու կհաղթես։ Նա է մահին մահով սանձել եւ հարությունը որոշել։ Շուտով կգա, նա չի ստում, դու հավատա, ապաշխարիր եւ դժոխքից կյանքդ փրկիր։ Ավետարան միշտ ընթերցիր, բարի լուրն այս մի մոռացիր։